Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են։ Արդեն հեռուստադիտողներին պարզ է, որ Աննան չկարողանալով պահել գաղտնիքը, վերջապես Անգելինային ասում է, որ Միքայելն իր հայրն է, այսինքն Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են։ Իհարկե, հեռուստադիտողները շատ լավ հասկանում են, որ սա Միքայելի հնարած սուտն է և Հենրին ու Անգելինան որևէ ազգակցական կապ չունեն։ Այս ամենը Միքայելը հնարել է, որպեսզի Աննան ու Անգելինան իրարից հեռու մնան և օրերից մի օր հանկարծ Աննան չբացահայտի ողջ ճշմարտությունը, չբացահայտի, որ տարիներ առաջ նա ունեցել է առողջ դուստր և իրենից հեռացրել է Միքայելը։ Միքայելը նրա դստերը հեռացրել է իրենից, բայց Աննան Միքայելի երեխաներին պահել է որպես իր հարազատ երեխաներ, նույնիսկ այնքան է սեր ու ջերմություն տվել Հենրիին, որ երբեմն Ֆաինան իր հարազատ դուստրը խանդել է Հենրիին։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, ինչպես ասում են, գաղտնիքը երկար թաքցնել հնարավոր չէ և օրերից մի օր այդ ամենը բացահայտվելու է, բայց մինչ այդ Անգելինան ու Հենրին անցնում են իսկական դժոխքի միջով։ Հեռուստադիտողներն ուղղակի հիացած են Ռոզա Դավթյանի խաղով, նրանք այս սերիալը համարել են հուզիչ և Ռոզա Դավթյանին շնորհակալական խոսքեր գրել նման հուզիչ ձևով կերպարի ասելիքը տեղ հասցնելու համար։ Իսկ հեռուստասերիալում ամենահետաքրքիր ու ինտրիգային զարգացումները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեր ալիքին ու քիչ անց ձեզ համար հատուկ հետաքրքիր անակնկալ է բացահայտվելու, ինչ է կատարվել նկարահանման հրապարակում և ինչ սպասել հաջորդ սերիաներում, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու թողնեք ձեր կարծիքը տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում Հենրին ու Անգելինան օրերից մի օր միասին կլինեն, թե կլինեն գաղտնիքներ, որոնք այդպես էլ չեն թողնի, որպեսզի նրանք իրար հետ լինեն։ Դե ինչ, բաժանորդագրվեք, թողեք ձեր կարծիքն ու սպասեք մեկնաբանություններին։ Հրաշալի նկարահանում ունեցանք նավի վրա, շատ լավն էր այս նավակը, իրականում չգիտեմ, որ շատ կայֆ ասած Սևանի վրա, քշում ես քեզ համար, քեզ քշում են, դու վայելում ես և ասկով, շատ լավն է, էջը կնշեմ, լինեք Սևանում, կարող եք գրել, օգտվել, կաղողամ չեք պաշմանի, նավի մեջ տեղավորվում մինչև 15 հոգի ու կարող եք լինել 2-ով, կարող եք լինել 10-ով, 15-ով, ստանում, որ շատ լավ ժամանակ կանցկացնեք։ Անտիժ նկարահանում ունենք երիտասարդներով այսօր ձեր սիրած կերպարները Անգելինայից բացը։ Ասած եկում ենք ընդից գանք անցնենք ես։ Ես չեմ երևում, չէ՞։ Եկել ենք ռեքը կասես։ Ո՞վ գնացի կարծել։ Մենք ես տեսարանում։ Եթե սակույն նկարի չէ։ Մենք կամերայի դեմով անցնում ենք ու շուտ միացածում ենք։ Նկարում եմ չես ուզում։ Մենակ իրանք պիտի Երևաններում, որ իրանք կանգնած են, մենք պարկած։ Գետին ենք մտել, գետինը։ Եկել ենք գետին ենք մտնում։ Ամենա։ Ասես սովորենք տեքստերը։ Մամի, այս պատիշն է, այս պատիշն է։ Իջացկա ներքե վերևալու է կադրով։ Էլիսն է ու իմ ձեռը։
Մեր նկարահանումները շարունակվում են։ Նոյլենդում ենք։ Ցուրտ է իրականում։ Մանավանդ սենց կարճ թևերով։ Սևանում միշտ ցուրտ ու քամի։ Բայց մնացած բոլորը բողոքում են։ Ես շատ ուրախ եմ։ Ինձ դուր է գալիս։ Սուրտ է։ Լավ, օքեյ։ Բայց կարում եք։ Մենք դեռ նկարահանման ենք։ Արդեն ժամը 9:30 րոպե, բայց մենք առավոտից այստեղ ենք, նկարահանումներ ենք անում։ Դեռ չենք վերջացրել, բայց այս հատվածը մի հատ տեսեք ինչքան սիրուն է։ Սևանի ձայնը, խշշոցը հետևում Սևանն է ու այս հատվածը շատ սիրուն է։ Իսկ մեր նկարահանումները անցնելու է այս պահին այնտեղ խարույկ ենք վառելու, խարույկի շուրջ գոնե կտաքանանք։ Դու հասկացիր մի բաց բան, որ չկա իսկապես վերջաբան, պատմությանը այս մեր ու բախտից մի նվեր, մենք ստացել ենք մեծ սեր։ Եվ դու չկաս իմ օրերն են դատարկանով։ Միակ վատ բանն էր, որ ես շատ մրսում էի, բայց գտել եմ իմ ակուստիկ գույնի պլետ։ Միարա։ Հետ, վառեք տակացեք Խարույկի ախտը, ինչ շուրջ հացը, նստած ենք, արդեն 10:30 է, դեռ ունենք տեսարաններ նկարում են, այդպես։ Շատ լավ անցավ այս օրը, սիրուն օր էր, ու ինձ համար նացատը դժգոհ էին, դե որովհետև Սևանն է ու ցուրտ է։ Ցույց տամ Ռաֆան ինչ է անում, ինչ ես անում Ռաֆան։ խորոված քյաբա։ Հələ մի հատ կփչես եմ, որ փչում է։ Լավ, քարտիշներս կխանդեն։ Փչի։ Չես պրծած եմ, էլ որտե՞ղ։